Կալա Նյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի իր հասցեին ուղղված քննադատություններին։ Նա խոսել է շինարարական փուչիկի տնտեսական աճի և հիփոթեկի մատչելիության մասին։ Կառավարությունն արդեն վերսկսել է աշխատանքը, դարձյալ խոստանալով աշխատել բաց և թափանցիկ հասարակության համար, իսկ որակի ու կառավարության ղեկավարի աշխատանքի մասին հնչել են տարբեր գնահատականներ։ Այս մասին Կալայի Հարցախույզը ուշագրավ պատկեր է արձանագրել։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանն այսուհետ ապահով է լինելու և երկրում արձանագրվելու են դրական փոփոխություններ, իսկ ինչպիսին է հասարակության գնահատականը Սարգսյանի հայտարարած ապահով Հայաստանի վերաբերյալ։ Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Հայաստանում վերջին տարիներին չի եղել քաղբանտարկյալ, սակայն ազատազրկված բազմաթիվ անձանց անուններ են հնչեցվում, որոնք քաղաքական ընդդիմադիր հայացքներով են հանդես եկել, իսկ ձերբակալվել օրենքի խախտման հիմքերով։ Արդյոք նրանց կարելի է համարել քաղաքական բանտարկյալներ։ Ազգային ժողովի պարլամենտ մոնիթորինգ կայքն արդեն ամփոփել է Ազգային ժողովի ու պատգամավորների գործունեությունը 2013 թվականի ընթացքում։ Նրանց կատարած աշխատանքի մասին կարծիքներ գյումրեցիներից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի իր հասցեին ուղղված քննադատություններին։ Հիշեցնենք, որ հերակապանավեճ երկու քաղաքական գործիչների միջև սկսվեց այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի իշխանության տարիներին գրանցված երկնիշ տնտեսական աճը ապահովել է շինարարական փուչիկի միջոցով, որի պայթյունն առաջացրել է բացասական երևույթներ։ Այսօր Տիգրան Սարգսյանը փորձել է տնտեսագիտորեն մեկնաբանել շինարարական փուչիկի ֆենոմենը։ Նա ըստ էության պնդել է նույնը, որ սպեկուլյատիվ գործարքների և շինարարական փուչիկի միջոցով է արձանագրվել տնտեսական աճ 2000-ականների սկզբում։ Տիգրան Սարգսյանը նշում է. Շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցնցում դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլյացիոն աճի և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկման։ Ճգնաժամը ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է։ Այդ պատճառով մենք ձեռնամուխ եղանք այդ քաղաքականությանը, որն արդեն իսկ արդյունքներ է տալիս։ Դիվերսիֆիկացված քաղաքականության օրինակ վարչապետը բերում է բնակարանաշինությունը Գյումրիում և հիփոթեկային վարկավորումը։ Մատնանշելով իր պաշտոնավարման շրջանում արձանագրված տնտեսական աճը Տիգրան Սարգսյանը եզրափակել է. Հասկանալի է, որ շատերի համար անցյալի այսօրվա իրականության հետ համադրած վերլուծություններն անցյալի են և տհաճ։ Այսօր մենք իրավունք չունենք չխոսել այս ամենի մասին, քանի որ հենց անցյալից դասեր քաղելն է այն գրավական է, որ ապագայում սխալվելու հավանականությունը բեկվելու է։ Կառավարությունը այսօր վերսկսել է աշխատանքը, դարձյալ խոստանալով բաց և թափանցիկ հասարակության համար աշխատել։ Իսկ որակի ու կառավարության ղեկավարի աշխատանքի մասին հնչել են տարբեր գնահատականներ։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Տիգրան Սարգսյանին մի շարք քննադատություններ էր պարունակում։ Կառավարության մասին խոսել են չարժի։ Մնում է խոսել չարժի։ Այսքան խոսեցին, չի ոչ ման չասանք ոչ մի բանի։ Հարկավոր է մենակ կառավարին կամզից բռնել դուրս գցել։ Շատ բացասական, որովհետև ժողովրդի վիճակ չի, այսքան մի բան։ Կառավարության աշխատանքի մասին դրական գնահատական տալ չի կարելի, բնականաբար բացասական, շատ վատ, սպասվածից ավելի վատ։ Դրական գնահատական վարչապետի աշխատանքին ավելի բաց ձևով է աշխատում, ժողովուրդը տեղյակ են ամեն ինչից։ Դժվար է կառավարության աշխատանքին գնահատական տալ, որովհետև աշխատանքը նա է, որը երևում է։ Եթե չի երևում, ուրեմն աշխատանքը չկա։ Որ կյանքը վատ է, ուրեմն լավ չի էլի։ Կյանքը շատ վատն է մեր հանրապետությունում։ Հեսա թոշակները բարձրացրեցին ժողովրդի։ Ինչ ասեմ, դեպի լավն է այդում էլի վատը չի։ Ասեն շարունակեն լավ գործեր անեն ժողովրդի համար, ահագին լավ կլինի։ Աշխատանքը չի լինում խոսքով, աշխատանքը լինում է գործով։ Եթե արում ես աշխատանք ու աշխատանքից դժգոհ են, ուրեմն կարծում եմ պետք է նստես ու մտածես, արդյոք ես մինչև վերջ եմ արել աշխատանքը այնպես, ինչպես որ ին վրա դրված է պարտականությունները։ Ու եթե ինչ-որ բան չի ստացվում, այդտեղ ամոթ բան չկա, կարելի ասել, գիտեք, կներեք, չի ստացվում, ես գնամ ուրիշ բանով զբաղվեմ, կարող եմ մասնագիտական որևէ տեղ ավելի պետքական լինեմ։ Եթե կառավարության առջև դրված ինչ-որ խնդիր 7% տնտեսական աճ պետք է գրանցվի ու գրանցվում է, ասենք 4% կամ 5 թեկուզ 6, բնականաբար կառավարությունը պետք է փոխվի։ Առաջի հերթին, որ ստիպողական 74 թվի ծնվածներից հետո ուզում են փողը հավաքեն, դա անօրինականություն է, էլի մարդը չի ուզում։ Ինչի համար։ Իմ կարծիքով դրական է, այնքան որ թոշակները բարձրացրեցին։ Այդ որ շփում եմ, ավոր դժգոհ են։ Ասենք ու այն հոսքը, որ գալիս են դեպի Ռուսաստան, մեծամասամբ տենում ես։
լավ բան չի ուշում։ Գնացեք այրոպորտ, այնտեղ նկար անեք, տեսեք ինչքան ժողովուրդ են թողում Հայաստանից գնում։ Ինչի համար են գնում։ Պրոստը հնարավոր է լավ աշխատել։ Բոլորը, ոչ թե մենակ վարչապետը։ Ամեն բնակավարում սոցիալական նախարարությունը, վարչապետն էլ իր տեղը ունի, գյուղնախարարը, որ գները սենց բարձրանային։ Հենց նոր տարվա կապակցությամբ, որ ղեկավարությունը չի տեսնում գների բարձրացումը։ Բարեփոխումներ չենք տեսնում, գնալով ավելի վատանում է ժողովրդի վիճակը։ Թանկացումներ, հատկապես մարզերում, աշխատանք չկա, հիմնականում ամենամեծ խնդիրը դա է։ Աշխատատեղեր չկան, բարձրացել է կյանքը, ապրանքները օրեցօր թանկանում են, ինչով է լավ։ Պետք չի մենակ ամեն ինչը քաղաքի վրա կենտրոնացնել։ Հենց մեկը վերցնենք ասֆալտապատումը, որը մեր վարչապետը եւ մեր պարոն նախագահը չի տեսնում, որ կարելի է մարզերի վրա ուշադրություն դարձնել հենց մեկ այդ ճանապարհների։ Այստեղ լավը քանդում են, ավելի լավն է սարքում։ Ինձ թվում է դա շատ սխալ է։ Հազարավոր օրինակներ, որ ժողովրդին այսօրին հասե 70% սոհամա է։ Այսպիսով, ամփոփելով քաղաքացիների շրջանում կատարված հարցումների արդյունքներն արձանագրենք։ Հարցված 16 քաղաքացիներից միայն 3-ն են կառավարության աշխատանքը գնահատել դրական։ Մյուսները այն համարում են անարդյունավետ, մատնանշելով թերություններ սոցիալական, տնտեսական եւ մյուս բնագավառներից։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազությունում հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ ասել է, որ կաշառակերության եւ կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորում բացառվում է քրեական վարույթի ցանկացած փուլում եւ լինելու դեպքում կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Նա նշել է, որ դատախազության համար ուղենշված մյուս առաջնահերթություններն են քննիչների եւ դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Հայաստանի բնակչության թիվը միայն 2013 թվականին պակասել է 130,000-ով։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների զեկույցը։ Նախորդ տարի մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվի մնացորդը կազմել է շուրջ 130,000 մարդ։ Մինչդեռ 2012-ի նույն ժամանակահատվածում Հայաստանից ընդմիշտ հեռացել է 42,000 քաղաքացի։ 2013 թվականին գրանցվել է նաև տնտեսական անկում արձանագրվել բարձր քննաճ։ Ինչպես հայտնի է, նախորդ տարի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանն այսուհետ ապահով է լինելու եւ երկրում արձանագրվելու են դրական փոփոխություններ։ Ինչպիսին է հասարակության գնահատականը նախագահի հայտարարած ապահով Հայաստանի վերաբերյալ, դիտեք առաջարկվող տեսանյութը։ Սա տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է եւ վերջ։ Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է եւ վերջ։ Նախորդ տարի այս օրերին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի քաղաքացուն նման խոստում տվեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Վերջինս հայտարարեց, թե կանաչ տերևի ուղերձը ձեռքին սկսում է հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու արշավ։ Առաջ դեպի ապահով Հայաստան։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները սակայն փաստում են, արտագաղթը կասեցնելու Սերժ Սարգսյանի արշավը ձախողվել է։ Միայն 2013 թվականին երկրից հեռացել է 130,000 քաղաքացի։ Փաստը, որ Հայաստանը բավականին հեռու է ապահով համարվելուց, քաղաքացիները համարում են գործող իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունք։ Իսկ խոստումները որակում նախընտրական չստացված PR շոու։ Արձանագրվել են արդյոք փոփոխություններ ձեր սոցիալական կյանքում։ Հարցին քաղաքացիներից շատերն այսպես արձագանքեցին։ Ոչ մի բան չի եղել։ Միջավայրում, որ ոչ մի լավ բան ես չեմ տեսնում։ Միայն հիասթափություն։ Ինչ-որ բաներ իհարկե կա առաջընթաց, ինչ-որ բաներ էլ ոնց որ թե չէ։ Սա խճճված երկիր է, օրենք չկա, օրենքը պահող չկա։ Սովորական նույնն է համարյա, փոփոխություն շատ քիչ։ Չի փոխվել ոչինչ, ոնց կան հենց էլ մնում է։ Իսկ ինչպիսին է տնտեսական ակտիվության ցուցանիշը 1 տարվա կտրվածքով։ Դարձյալ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2012 թվականի հետ համեմատ արձանագրվել է անկում գրեթե բոլոր ոլորտներում։ Իրավիճակը ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի պայմանավորված է այն հանգամանքով, որ սկսած 1991 թվականից երկրում վարվում է անհաջող պետական կառավարման քաղաքականություն, ինչը հետագա տարիներին տվեց իր պտուղները բացասական իմաստով եւ ինչի արդյունքում էլ դրական տեղաշարժեր չեն արձանագրվում։ Մենք չկարողացանք արագ կողմնորոշվել եւ ստեղծել մրցունակ թռիչքային զարգացմանը միտված պետություն, այլ ստեղծեցինք քարշեկող յոլլա
գնացող մի կառավարման համակարգ, որը գործում է առ այսօր անկախ նրանից, թե որ անձերը ինչ պաշտոն են զբաղացնում։ 2013 թվականն ավարտվեց նաև բարձր գնաճային միջավայրով։ Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները 2012 թվականի համեմատ զգալիորեն բարձրացան։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներն այսպիսին են. Սպառողական գներ 2013 թվականի դեկտեմբերին 2012-ի համեմատ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.1% գնաճ։ Պարենային ապրանքների գներ 2013 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է 2.3% գնաճ։ Ոչ պարենային ապրանքներ 2012 թվականի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում որոշ ապրանքատեսակների գներն աճել են, որոշ տեսակներիներ նվազել։ Սենց գնալով անկում է։ Դա գաղթը ոչ թե ավելացել, այլ ահա որ թվերի է հասել։ Քաղաքացիների գնահատմամբ գործող իշխանությունն ունակ չէ գնալու համակարգային փոփոխությունների, իսկ կառավարության մշակած ծրագրերը, որոնք ուղղված են լինելու երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն իրականում ծառայում են նեղ շրջանակների շահերը սպասարկելուն։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովը սահմանել է քաղբանտարկյալներ տերմինը, որտեղ ներկայացվել են մի շարք չափանիշներ, որոնց առկայության դեպքում անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկություններով Հայաստանում վերջին տարիներին չի եղել քաղբանտարկյալ, սակայն ինչ-ինչ հանգամանքներում ազատազրկված բազմաթիվ անձանց են հնչեցվում, որոնք քաղաքական ընդդիմադիր հայացքներով են հանդես եկել, իսկ ձերբակալվել օրենքի խախտման հիմքերով։ Արդյոք նրանց կարելի է համարել քաղաքական բանտարկյալներ, թե նման գնահատական տալու համար շատ ավելի լուրջ հիմնավորում է պահանջվում։ Մանրամասները տեսանյութում։ 2008 թվականից սկսած Հայաստանում շատ ավելի ակտիվ շրջանառության մեջ դրվեց քաղբանտարկյալ տերմինը։ Քաղաքական որոշակի դիրքորոշում ունեցող եւ քաղաքական հայացքներով հանդես եկող մի շարք քաղաքացիներից ձերբակալման առիթներ ստեղծվեցին, բայց սա չի նշանակում, թե նրանք քաղբանտարկյալ են։ Քաղբանտարկյալ տերմինին ԵԽԽՎ տված սահմանումը հետեւյալն է։ Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին, եթե ազատազրկումը կիրառվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի ազատության ոտնահարմամբ, ինչպես նաեւ ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության։ Հայաստանում քաղաքական բանտարկյալ վերջին տարիներին չի եղել, թերևս մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը որևէ օրինակ չի բերում։ Այդպիսի գնահատական իրավական հիմնավորումներով տրված, որը ուսումնասիրված լինի ամբողջ գործընթացը եւ չափորոշիչներին համապատասխանելիության հետևանքով ասվի, որ եղել է քաղբանտարկյալ, թե ոչ չի եղել։ Իրավական ձևակերպման բացակայությունը երևույթի բացակայության ապացույց չէ, համոզված է փաստաբան Հարություն Բաղդասարյանը, թեև ցանկացած անձի քաղբանտարկյալ անվանելն էլ երևույթի արժեզրկում է համարում։ Ես չեմ ուզում վիրավորած լինել Շանտին, բայց շատ ավելի պատասխանատու է, քան մահակներով իշխանության դեմ գնալը։ Ինչու՞։ Որովհետև այսպես բառը եթե վիրավորական կասեմ թող ներվի, այլասերվում է։ Եթե քաղաքացին ապստամբություն է բարձրացնում, ապա ով է դրա մեղավորը։ Հարություն Բաղդասարյանն իրավիճակը դիտարկում է այս տեսանկյունից, նկատի ունենալով երկրի ղեկավարներին, որոնք հանգեցրել են այսօրվա իրավիճակին։ Եվ եթե մարդուն պատասխանատվության են կանչում քաղաքական հայացքների համար, ուրեմն ակնհայտ է, որ պատճառը քաղաքականն է, նշում է նա, իսկ քաղբանտարկյալի դիպուկ օրինակ բերում միջազգային պրակտիկայից։ Եթե վաղ Կլիչկոին կամ Յացենյուկին, որ տարան նստացրեցին, դա միանշանակ քաղաքական է։ Տիմոշենկոն քաղաքական է Ուկրաինայում, ինչը որովհետև նա լուրջ քաղաքական հենարան ունեցող ուժի ղեկավար էր կամ մասնակիցներ, եւ ակնհայտ է, որ Յանուկովիչը Տիմոշենկոին նստացրել էր ոչ թե Ռուսաստանից գազը թանկ առնելու համար։ Ռուսաստանից գազը թանկ են առնում, ինքն էլ եկավ նորից Ռուսաստանի հետ բարեկամություններ անում, բայց Տիմոշենկոին նստացրեց։ Քաղաքական պատճառներով բացահայտ եւ որևէ իրավախախտում չիրականացրած անձը միայն կարող է հայտնվել քաղբանտարկյալի կարգավիճակում։ Շանթ Հարությունյանը կարող է քաղբանտարկյալ համարվել, եթե օրենքով սահմանված պատիժը նրա նկատմամբ ավելին լինի, քան նույն հանցանքի համար ձերբակալված մեկ այլ քաղաքացու, նշում է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը, կարծիք հայտնելով, որ միայն մեղադրանքը հիմնավորելու եւ ԵԽԽՎ չափորոշիչների համապատասխանելու դեպքում քաղաքացին կարող է համարվել քաղբանտարկյալ։ Հիմա այս պարագայում կա մեղադրանք, որի հիման վրա իրականացում է նախաքննություն։ Նախաքննությունը կիրականացվի, կապացուցվի մեղքը, որը կներկայացվի արդեն դատանում եւ նոր միայն այդ ամենից հետո հնարավոր է տալ արդյոք իրականում կար իրավախախտում։ Շանթ Հարությունյանը մինչև նոյեմբերի 5-ը այս ազատության հրապարակում, երբ որ
նստածություն իրականացում իրենց ակցիան, ոչ չի եղել որևիցե բռնություն այդ օրի ընթացքում։ Նաև այդ օրվա երթը, երբ որ կազմակերպվում էր, որևիցե բռնություն երթի հենց սկզբից, չի եղել։ Արթուր Սակունցն առանց որևէ տարակուսանքի հաստատում է, որ Հայաստանում այս պահին էլ կան 14 խաղբանտարկյալներ, եւ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները համապատասխանում են ԵԽԽՎ չափորոշիչներին։ Նման երկրում պայմաններ են ստեղծում քաղաքական ընդդիմադիր դիրքորոշումների համար, իսկ քաղաքացուն մեկուսացնելու համար նրա կարծիքով միայն առիթ է պետք։ Քաղաքացիական համազգեստով ոստիկանների կողմից սադրանքի միջոցով ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որը հիմք ստեղծի ոստիկաններին Շանթ Հարությունյան եւ իր ընկերներին կալանավորելու։ Ամեն երևույթ չպետք է, որ այդպես քաղաքականացնել։ Սա իմ անձնական կարծիքն է, որովհետև վաղը ես էլ դուրս կգամ, կսկսեմ չգիտեմ ինչ ասել, հետո ինձ կվերցնեն կտանեն ու կսկսեմ դրանով այսպես ավելի մեծ հեղինակ, չէ, այդպես չի։ Քաղաքացին քաղբանտարկյալ կոչվելու համար շատ ավելի մեծ հեղինակություն պետք է ունենա, ոչ թե քաղաքական հայացքներ արտահայտի եւ որոշ արարքների գնով հասնի այդ հեղինակությանը, այլ հարցը, որ երկիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ընդվզեն ու նման իրավիճակներում հայտնվեն։ Վարդուհի Արզումանյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։ Այլ թեմաներից հունվարի 5-ից 11 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապաների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է։ Ազգային ժողովի պարլամենտ մոնիթորինգ կայքն արդեն ամփոփել է ազգային ժողովի ու պատգամավորների գործունեությունը 2013 թվականի ընթացքում։ Ըստ այդմ կայքեջում ներկայացված են թե խմբակցություններից, որն ինչպես է քվեարկել օրինագծերին եւ որքանով է հավատարիմ մնացել իր ծրագրային դրույթներին։ Մեր լրագրողն առանձնացրել է Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ համամասնական ցուցակով խորհրդարան ընդգրկված պատգամավորների գործունեությանը վերաբերող ցուցանիշները։ Դրանք ամփոփում են թե անցնող տարվա ընթացքում ինչպես են քվեարկել նրանք, որ կամ բացակայել, ինչպիսի հարցեր են բարձրացրել ազգային ժողովում եւ ելույթներով հանդես եկել են արդյոք։ Դիտեք տեսանյութը։ Եվ այսպես ազգային ժողովում 2013 թվականին ներկայացված օրենքներին, նախագծերին ու մյուս նախաձեռնություններին ամենաշատը կողմ քվեարկել է հանրապետական Սուքիաս Ավետիսյանը։ Նա 6 հարց է բարձրացրել եւ ընդամենը 1 անգամ ելույթով հանդես եկել։ Մարզից ընտրված մյուս հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ամենաշատն է բացակայել ազգային ժողովի նիստերից՝ 54 անգամ։ Նա ելույթներով ու հարցադրումներով ամբողջ տարվա ընթացքում հանդես չի եկել, ինչպես եւ նրա կուսակից Արման Սահակյանը։ Աշոտ Աղաբաբյանին հարցրեցինք, թե ինչպես կգնահատի իր գործունեությունը խորհրդարանում 2013 թվականի ընթացքում։ Մեզ հետ հեռախոսազրույցում նա նշեց, թե ընդհանուր առմամբ իր 13 տարիների գործունեությունը խորհրդարանում գնահատում է ստեղծագործական։ Ախր աշխարհից հարցրա, երկրից հարցրա։ Արդեն 13 տարի խորհրդարանում եմ։ Չգիտեք ոնց եմ անցկացնում ու ընդհանրապես ինչ եմ անում։ Այ մարդ հետաքրքիր հարց եք տալիս։ Իմ ամբողջ կյանքն ընդհանրապես ստեղծագործություն է։ Դուք ընենց պատգամավորների տվեք այդ հարցը, որ ասենք օրինակ ձեր միլպետին, քաղաքապետին, տատախազին ու մյուս եղած չեղածներին, թե ինչ են արել անցնող տարվա ընթացքում։ Արթիկի տարածաշրջանից պատգամավոր ընտրված Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Մուշեղ Պետոյանը եւս ամբողջ տարվա ընթացքում որևէ հարցադրմամբ ու ելույթով հանդես չի եկել խորհրդարանում։ Մեկական հարցադրմամբ ու ելույթով հանդես է եկել նրա կուսակից Մարտուն Գրիգորյանը։ Նա եւ Մուշեղ Պետոյանը հավասարաչափ են բացակայել ազգային ժողովի նիստերից 52 անգամ։ 20 հարց է բարձրացրել եւ 7 անգամ ելույթ ունեցել Օրինաց երկիր կուսակցության համամասնական ցուցակով խորհրդարանում պատգամավորական գործունեություն ծավալող Հովհաննես Մարգարյանը։ Վերջիններիս հետ զրուցել չհաջողվեց։ Նրանց մի մասը բացակայում է երկրից, մյուսներն էլ դեռ արձակուրդում են։ Փոխարենը ընտրողներն են ակտիվորեն մեկնաբանում շիրակցի պատգամավորների աշխատանքը։ Ինչ հարցեր են բարձրացրել, իրենց հարցերն են բարձրացրել։ Մեկը դարձրել են երկուս իրենց աշխատավարձը։ Թող բարձրացնեն խեղճ ու կրակներին։ Իրանք են ընդրել։ Մենք չենք ընդրել։ Ժողովրդի ցավը դադը կիմանան, այսպես արտակարգ չի անի։ Դա կտեսնեմ, ուրիշ բան չեմ տեսնես։ Գյումրին դադարվի աղջիկ ջան։ Լավ աշխատի չի դադարվի Գյումրին։ Մենք իմար ազգային ժողովում ոչ մարդ չկա։ Ես միջև միլը չեմ իմացեցեք Գյումրուց ազգային ժողովի պատգամավոր մի հարցը բարձրացնել ու այդ հարցը լուծում։ Չեմ իմացել ժողովուրդը ինչ կնդրեն Ընդրություններին կուկան քսեն մեզ ընդրեք կնդրեն, ես ինչ գիտեմ, ընդրեն հույսով, բայց հույս ապավեն չկա։
Հարցված գյումրեցիները չեն կարողանում հիշել գոնե մեկ ելույթ կամ հարցադրում, որն առաջ է քաշվել բարձրաձայնվել ազգային ժողովի ամբիոնից Շիրակի մարզից ընտրված падգամավորների կողմից։ Ավելին նշում են, թե պրոբլեմներով հարուստ մարզի խորհրդարանականները երբևէ աչքի չեն էլ ընկել իրենց գործունեությամբ։ Որովհետև ամենը վախենում են իրենց աթոռից, ամեն մեկը գուզե որ իր նկատմամբ այսպես ասած չեղնի չարաճք, իրանց համար յոլա գտանեն ժողովրդի վիճակն է քանի կերտա կվադանա։ Բայց նրանց ցայնը չի ելնում բոլորովին։ Ոչ մի խնդրեմ քաղաքում չկա ըստ նրանց վարվելաձևի։ Թող քաղաքի խնդիրները բարձրացնեն այնտեղ, քաղաքակիսով չափ դադարվել է եւ շարունակվում է դադարվել։ 10 տարուց հետո 10,000 բնակիչ այստեղ չի մնա։ Իսկ ամենազարմանալին թերևս այնն է, որ հարցված քաղաքացիներից շատերը չեն ճանաչում այն падգամավորներին, ովքեր մեր մարզն են ներկայացնում ազգային ժողովում։ Չէ, ես ոչ շփվի հետները ոչ բան գնամ, չեմ ճանաչում։ Չեմ հիշի։ Հարց բարձրացեն ժողովրդի հարցը լուծեն հիշվի, ինչ եղջերով լավ բաներն են, այդ մարդը չի հիշվի։ Ես իրաց հետ գործ չունեմ։ Ոչ միայն падգամավորների ու խորհրդարանի, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործունեության հետ որևէ հույս չեն կապում Գյումրու բնակիչները։ Նշում են, թե ընդհանուր իրավիճակի գնահատանքը քաղաքի ներկայիս վիճակն է, իր թշվառությամբ ու աղքատ բնակիչներով։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։ Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։ Հավանայում նախարարին ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Ռուիզը։ Նույն օրը տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։ Իսրայելում կյանքի 86-րդ տարում մահացել է այդ երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը։ Նա Իսրայելի վարչապետն է եղել 2001-ից 2006 թվականներին օկուպացված պաղեստինյան բնակավայրերում իսրայելական բնակավայրի կառուցման հեղինակը։ Հենց առողջական խնդիրների պատճառով 2006-ին ստիպված է եղել թողնել պետական աշխատանքը։ Կիևում Պերկուտի հետ փախումներից հետո հոսպիտալացվել է ուկրաինական 3-րդ հանրապետության շարժման առաջնորդ ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն։ Նրա մոտ ախտորոշվել է գլխի վնասվածք։ Լուցենկոն Սվյատոշինսկուի շրջանային բաժանմունքին մոտ փորձել է կանգնել հատուկ ճոկատայինների և ցուցարարների միջև, որից հետո նրա կնոջ պնդմամբ պերկուտցիները հարվածել են իր գլխին։ ՄԱԿ-ում դադարել են գրանցել Սիրիայի պատերազմում սպանվածների վիճակագրությունը, սակայն վստահ են, որ զոհերի թիվը գերազանցում է 100,000-ը։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Համաշխարհային կազմակերպությունն այլևս չի գրանցի սիրիական հակամարտության զոհերի թիվը տեղեկությունների սակավության պատճառով։ Իրանի ու Եվրամիության միջև բանակցություններն ավարտվել են Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համաձայնությամբ։ Այժմ մասնակիցները խորհրդակցություններ կանցկացնեն իրենց երկրների ղեկավարության հետ։ Քեթրին Էշտոնի մամուլի քարտուղարը բարձր է գնահատել տեղի ունեցած հանդիպումը։ Ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցներ, հայտարարել են, որ Իրանը չի հրավիրվելու Ժնև 2 կոնֆերանսին, որը կոչված է գործարկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։ Ըստ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած հանդիպման ժամանակ ընդունված որոշումների երկիրը չպետք է 5%-ից ավելի ուրան հարստացնի եւ պարտավոր է թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև սառեցնել պլուտոնիումի արտադրությունը։ Թունիսում պաշտոնապես ներկայացվել է երկրի նոր ժամանակավոր վարչապետը Մեհդի Ջոմաան։ Նախորդային նախագահը նրան հանձնարարել էր ձևավորել կառավարության նոր կազմը, որը կաշխատի մինչև խորհրդարանական ընտրությունները։ Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել երկրի արդեն նախկին վարչապետ Ալի Լարայեդը։ Թունիսում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, մարդիկ պահանջում են նախարարների պաշտոնակությունը, ցույցերին միջամտում են ոստիկանները։ Ֆրանսիական Closer ամսագիրը խոստացել է իր կայքեջից ջնջել ավելի վաղ տեղադրված նորությունը երկրի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի և դերասանուհի Ժյուլի Կայեի միջև սիրավեպի մասին։ Տպագիր ամսագիրը կմնա վաճառքում, սակայն Կայեի փաստաբանի դիմումից հետո հրատարակչությունը որոշել է հեռացնել տեղեկությունները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսուଆ Օլանդը մտադիր է զրպարտանքի համար տատի տալ Closer-ին։ Չինաստանում ամբողջությամբ այրվել է հին տիբետական Դուկեցզուն քաղաքը։ Այն հայտնի էր իր յուրահատուկ փայտե ճարտարապետությամբ։ Չնայած նրան, որ հազարավոր կամավորներ և հրշեջներ են մասնակցել կրակը հանգցնելու գործընթացին, ոչնչացել է մոտ 100 տուն։ Քաղաքին հասցվել է $16 միլիոն վնաս։ Այն հայտնի էր որպես տուրիստական քաղաք։
Վիրջինիա նահանգի դատարանը պարտավորեցրել է ամերիկոհուն Մերիլենդի արվեստի թանգարան վերադարձնել Ռենուարի վերցնին պատկանող նկարը, որը նա գնել է $7։ Կտավը ստեղծվել է 1879 թվականին։ Փորձագետներն արվեստի գործը գնահատել են $100,000։ Կինը փորձել է այն աճուր դիտել, սակայն պարզվել է, որ նկարը կողացվել էր 1951-ին։ Նա այժմ ստիպված է այն վերադարձնել թանգարան։ Արման Գևորգյան, Կալանյուս։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմադիրների ճամբարի գնդակոծության արդյունքում առնվազն 6 մարդ վիրավորվել է։ Առաջին կրոյի ժամանակ վնասվածք է ստացել 1 տերահաս, երկրորդ հարձակումը տեղի ունեցել 1.5 ժամ անց։ 20 մոտոցիկլետներով եւ 3 ավտոմեքենաներով ժամանած խումբը կրակեպացել ցուցարարների ուղղությամբ։ Թեմզակետը հունից դուրս է եկել եւ ջրածած կարել երկու կոմսությունների ու մայրաքաղաք Լոնդոնի արևմտյան մի քանի բնակավայրեր։ Տեղի բնակիչները նախապես զգուշացվել էին սպառնալիքի մասին, այդ պատճառով զոհեր չկան։ Հանգստյան օրերին նոր ջրեղենների վտանգ կա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շրջել է մի քանի քաղաքներում եւ ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Այժմ ծանոթացեք մարզաշխարհի նորություններին, այնուհետև եղանակի տեսությանը կհանդիպենք ժամը 22-ին։ Առայժմ։ Հերթական ողբերգությունն է գրանցվել Հարավային Ամերիկայում ընթացող Դակար 2014 ավտոարշավի ժամանակ։ Արգենտինայի Չիլեսիտո եւ Տուկումա քաղաքների միջև ընթացած 5-րդ փուլի ժամանակ զոհվել է 50-ամյա բելգիացի մոտոցիկլավար Էրիկ Պալանտը։ Նա 11-րդ անգամն էր մասնակցում Դակարին։ Մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ Դակար 2014-ի ժամանակ զոհվել են նաեւ ավտոարշավը լուսաբանած 2 լրագրողներ։ Դահուկացածքի երակի օլիմպիական չեմպիոն Տոմաս Մորգենշտերնը ավստրիական Տուապլիցում աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ անցկացրած մարզման ժամանակ անհաջող փորձ է կատարել ճախրելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը, ընկել է եւ կորցրել է գիտակցությունը։ 27-ամյա ավստրիացի մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ ամսում Մորգենշտերնն արդեն երկրորդ անգամն է ընկնում։ Մյունխենի Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ Հյուբ Հայնկեսը ճանաչվել է 2013 թվականի լավագույն մարզիչ ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով։ Նախորդ մրցաշրջանում Հայնկեսը Բավարիան գլխավորելիս հաջողել է դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն եւ Գերմանիայի գավաթագիր, ինչպես նաեւ նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը։ Լավագույն մարզչի համաշխարհային վարկանշային ցուցակի երկրորդ տեղում Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է։ Լավագույն երեակն ամփոփել է Մադրիդի Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։